Բարև ձեզ, սարվա թեման է, իմ այսօրվա հյուրը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն է, որը 12 տարի շարունակ երկու քաշային կարգերում տարբեր պաշտպանել 18 անգամ պաշտպանել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ Ողջույն Արթուր։ Բարև։ Արթուր, քո մարզական կարիերայի ավարտից հետո ավելի հաճախ են քեզ տեսնում Հայաստանում, իսկ վերջին ամիսներին թերևս ավելի շատ հաճախ։ Քո աչքերով ինչ է փոխվել Հայաստանում։ Ես իմ հայրենիքը շատ եմ սիրում, ես ուր էլ գնում եմ, այսքան հանգստանում եմ ծովի ափին կամ ինչ-որ միտեղ, ես էլի միշտ գալիս եմ Երևան, որովհետև զայմ ծննդավայրն է, ես շատ եմ սիրում այստեղ, հոգեպես այստեղ ավելի ուժեղ ես հանգստանում, քան թե ծովի ափին, չգիտեմ, իմ մոտ տենց է։ Եվ ամեն գալուս եմ դեպի մի լավ բան փոխվում է, ես միշտ դեպի լավն եմ տեսնում, ես միշտ դրական եմ տեսնում, վատ չեմ տեսնում, իմ համար Հայաստանը ամենալավ տեղն է, ես շատ եմ սիրում մեր հայրենիքը, դրա համար երևի իմ աչքի միշտ ամեն ինչ լավ է երևում։ Ինչով է զբաղվում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը կարիերան թողնելուց հետո, արդյոք կապը կա բռնցքամարտի հետ, ծրագրեր, գաղափարներ, նոր տենց ինչ-որ Իհարկե, բռնցքամարտիկը միշտ մնում է բռնցքամարտիկ եւ հոգով եւ սրտով միշտ կապը կա եւ Գերմանիայում եւ Հայաստանում եւ ինչ ասեմ, փորձում եմ բռնցքամարտ ավելի շատացնել, որովհետև կառուցում ենք նոր բռնցքամարտի դպրոց։ Իմ խոսքով, այտենց աշխատանքներ են, որ տարվում են, բայց երկարատև է տևելու այդ աշխատանքները մի քանի տարի, բայց կլինի արդյունավետ։ Արթուր, դու հաջողությունների հասար բավական այն ժամանակ, երբ Հայաստանում բավական բարդ իրավիճակ էր մարզական ոլորտի առումով, տեղափոխվեցիր Գերմանիա եւ հաջողությունների հասար հիմնականում Գերմանիայում։ Այսօր եթե սկսեիր մարզական կարիերատ Հայաստանում, հնարավոր կլիներ այդ հաջողություններին հասնել, թե դեռ այս ոլորտը մեր մոտ դեռ մի քիչ թույլ է։ Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտ չկա։ Ավելի շատ թույլ վիճակում է, բայց սիրողականը շատ բարձր մակարդակի վրա է։ Իսկ պրոֆեսիոնալի համար պետք է հեռուստաընկերություն, որովհետև եթե մեկը լինի հովանավոր, մեկ անգամ հովանավորի 2-3 չի կարող անդադ հովանավորել, դրա համար մեծ ֆինանսների հետ է կապված։ Պետք է հեռուստաընկերությունը քո մեջքին կանգնած լինի, որպեսզի ֆինանսավորի։ Իմ մենեջերի մեջքին կանգնած էր ARD հեռուստաընկերությունը, ոնց որ մեր առաջին ալիքը։ Տարեկան վճարում էր իմ մենեջերն էլ վճարում էր իմ մարզիչներին, մեզ, հետո այդ գումարները տոմսերի միջոցով, հետո հերարցակման իրավունքները վաճառելու միջոցով հետ էր բերում։ Բայց դա հեռուստաընկերություններն են էլի անում։ Իսկ այստեղ չես կարող այդ պրոֆեսիոնալ բարձր մակարդակի պրոֆեսիոնալ բռնցքամարտեր անցկացնել, որովհետև դրանք շատ մեծ գումարներ են։ Օրինակ, եթե ինչ-որ մի հատ աշխարհի չեմպիոն ուզենա գա Ամերիկայից ստեղ մի քանի միլիոն փող ա ուզելու, ով կտա իրան այդ փողը։ Ու հետո լավ մի անգամ տվեց, բայց այդ փողը ոնց է հետ բերելու։ Դրա համար մի քիչ դժվար է այդ համակարգը։ Իսկ սիրողականը մեր Հայաստանում շատ բարձր մակարդակի վրա է։ Եվ մենք ամեն անգամ լավ մեդալներ ենք բերում։ Նույնիսկ այսօր էլ է բարձր մակարդակի վրա։ Իհարկե, շատ բարձր մակարդակի վրա է, շատ։ Արթուր, ինչ խորհուրդ կտաս այդ սիրողական թեկուզ բռնցքամարտով զբաղվող երիտասարդներին, որոնք քո մենամարտերով հավանաբար ինչու՞ չէ հաստատ նաև հիացել են տարբեր մենամարտերով, քո հաղթանակներով, բացի ֆինանսից պրոֆեսիոնալ բռնցքամարտում հաջողությունների հասնելու համար էլ ինչ է պետք։ Պետք է ունենաս լավ ընտանիք, որպեսզի հոգեպես հանգիստ լինես, պետք է ունենաս լավ մարզիչ, որպեսզի քեզ ճիշտ ուղղություն ցույց տա, պետք է ունենաս լավ երկրորդ մարզիչ, որպեսզի նույնը մասաժիստ պետք է ունենաս, որ քո մարմինը միշտ հանգստության մեջ պահի, որտեղ ամենապարապմունքից հետո խփում են, չէ, ցավում է, չէ, դա չես կարող ուղղակի քնես, որ քնելով անցնի, տևում է 1 շաբաթ, բայց որ անդադ գա մասաժ անի, ցավերը հանի, տևում է 2 օր, 3 օր։ Դա էլ է շատ կարևոր մարդ։ Ես խոսում եմ պրոֆեսիոնալ բարձր մակարդակի համար էլի, ոչ թե միջին այդքանը պետք չի։ Դե բոլորը միասին թիմա պետք է, դու ոնց կարաս առանց մարզիչի լավ սպորտսմեն լինես, մարզիչն էլ առանց լավ սպորտսմենի չի կարող լավ մարզիչ լինել։ Տենց խումբ է, մեկը մյուսին օգնելով առաջ են գնում։ Կամքի եւ աշխատասիրության մասով այդ։ Գիտեք ինչ, մենակ աշխատասիրությունով չի, կամքի ուժով չի։ Դա ամեն ինչը իրար հետ կապված է, դա նորմալ է։ Եթե աշխատասեր չլինես, ոնց կլինես դու առաջին կամ երկրորդ կամ երրորդ համար։ Դա նորմալ բան է։ Որտի դրա մասին կարիք չկա խոսալ, աշխատասիրությունը, դիսցիպլինան, ճիշտ սնվելը, ճիշտ քնելը,
գժություններ չանելը, դա նորմալ է, չէ՞։ Եթե դրա մասին չեք խոսում, դա միշտ պիտի լինի։ Ոնց որ խոսանք ամենաուժող ֆուտբոլային թիմը ֆուտբոլի խաղերից առաջ գնա ես իմ քեֆեր անի կամ ես իմ գնա այստեղ այնտեղ չի կարելի։ Իմ մարզիչը միշտ բռնցքամ մրցումներից առաջ մեզ տանում էր միշտ հավաքների, ինչի համար, որ տուն չգնայինք, որ գնում ես տուն դու արդեն բոքսի աշխարհից դուրս ես գալիս, շեղվում ես, որովհետև մաման շատ սիրալի է վերաբերվում, մաման, պապան, ընկերները, հարազատները, հեռուստաընկերություն ես նայում, մի քիչ կարթ ես խաղում, մի քիչ միշտ շեղված ես, միշտ ընկերների, հարազատների, ծնողների, բարեկամների, ընկերուհի գալիս են գնում են, չէ՞, անդադ շեղվում ես, այլ սպորտային աշխարհով չես ապրում։ Դրա համար մեր մարզիչը միշտ մեզի տանում էր հավաքների, որ այնտեղ մենակ ուտել, խմել, քնել, պարապել։ Վերջ։ Ուրիշ բան չկա։ Ուրիշ բան պետք էլ չի։ Ես որ իմ ավտոմեքենայով գնում եի, իմ ավտոմեքենաս կանգնում է 2 ամիս ձեռ չէի տալիս։ Այդ չէր թողում ոչ մի տեղ գնայինք։ Ամեն ինչը անվճար, ուտելը, խմելը, շորերը, քնելը, դու պիտի մենակ պարապես, արդյունք ցույց տես։ Արթուր, քո անունով մարզադպրոց է կառուցվում Երևանում, ուզում եի հասկանալ ինչ է նշանակում մարզիկի համար իր անունով կառուցվող կամ գործող մարզադպրոց ունենալը։ Դա իմ համար մեծ պատիվ է, մեծ պատիվ է։ Դա մի զգացմունք է, որ դու մտնում ես պատմության մեջ, նշանակում է քո արած չարչարանքները գնահատվեց, քո արած քո այդ քրտինքը, արունը, որ դու թափել ես պետության կողմից գնահատվեց, որի համար ես շատ շնորհակալ եմ։ Ինչ հպարտություն է զգում եւ ես ուրախ եմ, որ իմ ծնողներն են դրա համար հպարտ, որովհետեւ ամեն ինչ չի որ փողի մեջ է, էլի։ Ճիշտ է, բոլորս աշխատում ենք, ամեն ինչ անում ենք, որպեսզի գումար վաստակենք, բայց ամեն ինչը փողի մեջ չի, անունը ավելի բարձր է, քան թե փողը, որովհետեւ ոչ մեկս հուրավիցյան չենք ապրելու։ Մի օր գալիս ենք, մի օր գնում ենք, բայց այդ անունը մնում է։ Այդ անունը որ մնում է, դե պատկերացրեք քանի սերունդ արդեն դրանից առաջ օրինակ իմ երեխաները ինչքան հպարտ կարող են լինել, որ իրանց պապայի անունով դպրոցը կառուցվել կամ իմ ծնողը կամ իմ ընկերները կամ իմ հարազատները կամ իմ մարզիչները, մի խոսքով կամ իմ սպորտային ընկերները, չգիտեմ, հպարտություն եմ զգում դրանով։ Միայն դա կարող եմ ասել եւ շատ ուրախ եմ եւ շատ շնորհակալ եմ։ Հետաքրքրությունը մեծ է դպրոցի հանդեպ երեխաների, պատանիների, ովքեր զբաղվում են բռնցքամարտով, ոչ թե միայն բռնցքամարտերն են, դա էլ սպորտային կոմպլեքս, այնտեղ լինելու է բռնցքամարտ, ֆուտբոլ, բասկետբոլ, կանանց ֆիթնես առանձին, տղամարդկանց ֆիթնես, երգ, պար, նկարչություն, ես չեմ ուզում միայն շեշտը դնեմ բոքսի վրա, որովհետև այնքան համալիր է լինել։ 3-ից 5% է գնում բոքսի, ով է գնում բոքսի, շատ քիչ մարդիկ, եւ թող իսկ ես ուզում եմ որպեսզի մեր ժողովուրդը բոլորը օգտվեն սպորտից, մեր մամաները, մեր քույրերը, որտեղ անընդհատ աշխատում են, գումար չունեն, երկար ժամանակ չունեն, որ անդադ գնան քաղաք, այս կողմ սպորտով զբաղվեն, ծայրամասերում են ապրում, իսկ sense կարող են գալ սպորտով զբաղվել, միմյանց հետ շփվել, այգինել, ես այնտեղ այգի եմ կառուցել, որ եկեղեցու կողքն է, մտնում են եկեղեցի, մեկը գնում է այգի, մեկը գնում է սպորտի, տենց ժողովուրդը իրար հետ շփվում են, ու շատ լավ հարաբերություններ է առաջանում։ Ծրագրեր կան մարզչական գործունեությամբ զբաղվելու։ Ոչ, ես չեմ կարող մարզիչ լինել։ Մարզիչի աշխատանքը դա դաժան աշխատանք է։ Մարդիկ մտածում են, հա, մարզիչը ինչ անում, որ չէ։ Մարզիչը գիշերները մտածում է, որ առավոտը կամ ցերեկը մտածի ինչ պիտի անի իր աշակերտի համար, որ նա հաղթի։ Բայց ինքը չունի մի հատ աշակերտ, միայն 2 հատ, 3 ինքը ունի լիքը աշակերտներ։ Դե տեսեք մարզիչի պատասխանատվությունը ինչքան շատ է։ Ու այդ բոլորին ինքը վերաբերվում է ոչ թե ուղղակի սպորտսմեն, այլ ոնց որ իր երեխան, որովհետև դա մի օրվա աշխատանք չի, որ դու մարզիչին ասես, հա, լավ, մի օր եկավ երեխան, պարապեց գնաց։ Ես խոսում եմ ոչ թե պրոստո հոբի սպորտսմեններ, այլ իսկական սպորտսմեններ, որտեղ ցանկություն ունեն Հայաստանի չեմպիոն դառնան, Եվրոպայի աշխարհի, էլի այդ մակարդակի մոտ։ Արդեն ծնող մարզիչը դառնում է քո երկրորդ ծնողը, ես իմ մարզիչին Ուլի Վեգներին մինչև հիմա երկրորդ ծնողից պես սիրում եմ։ Ես իրան մինչև ասել եմ, մինչև կյանքի վերջ, ինչ ասեք, իմ համար օրենք է։ Սյան շատ է, բայց իմ համար շատ դաժան է եղել ու շատ խիստ։ Բայց դա լավ է թե վատ։ Մի քիչ ինքը չափազանցրել է, բայց դե կյանքը ցույց տվեց, որ լավ էր։
Արթուր, մենք այսօր պրոֆեսիոնալ համաշխարհային ռինգում հերանեկարային հայ բռնցքամարտիկ ունենք կամ նշվարվում է հորիզոնում։ Այո, մենք շատ լավ տղա ունենք, որի անունը Էրիկ Իսրայելյան է։ Նա հիմա գտնվում է Կանադայում, այնտեղ պրոֆեսիոնալ բոյեր է անցկացնում, ու նա ունի շատ մեծ պերսպեկտիվա, իր անունը դեռ շատ կլսենք։ Դեռ ինքը տարել է 5-6 բոյ, չգիտեմ պետքան, բայց այսինքն կլե ոչ շատ կարևոր բոյեր են, բայց ինքը տես բնության կողմից տված տաղանդ է, ու իր անունը մենք կլսենք տարիներ հետո։ Իսկ Գերմանիայում հայերի մեջ կան այդ մարզաձևով հետաքրքրվողներ, ասենք հերանեկար ունեցողներ թեկուզ։ Այս պահին չկան, որտեղ աշխարհի չեմպիոն են Եվրոպայի կամ այդպես չկան։ Ցավոք սրտի։ Եվ մի sense հետաքրքիր հարց էլ տամ, այսքան կարիերայի ավարտից հետո այսքան տարի անց, եթե վերհիշես անցյալը, որ մենամարտը ավելի շատ կհիշվեր եւ ում հետ կուզենայիր մենամարտել նորից։ Ես միշտ հիշում եմ իմ առաջին մենամարտս 2003 թվականի օգոստոսի 16-ին, մինչև այսօր հիշում եմ, որ առաջի անգամ դե սիրողականից գնում ես պրոֆեսիոնալ, ասես մարմինս դողում էր, ինքան լույս կար, այնպես խառնվել է իրար, հետո տենց իմ համար շատ հիշվող է 2003 թվականի օգոստոսի 16-ին Նյուրնբուրգրին քաղաքում էր, ես նրան նոկաուտը վախտեցի երրորդ ռաունդին, բայց դողում էր մարմինս, մինչև ռինգ դուրս գալը։ Հետո ռինգից դուրս գալի արդեն հանգիստ է, արդեն քանցի չկա, դա եմ հիշում, հետո 2006 թվականին որ ծնոտս կոտրվեց, մինչև հիմա էլ 20 մեքսիկացու հետ, չէ, կոլումբիացու հետ, 22-ած շուրուբա դրած մինչև հիմա այդ օպերայից հետո մնացել է մեջը, դա է շատ հիշվում, դա օգոստոսի 23 հաղթել է մենամարտ։ Դե շատերին կհետաշկի ու դե մարզի չգիտեք ինչ ասում է, ավելավա ռինգում մեռնել, քան ծնկիշնել։ Միջին չկա, այս սպորտում միջին չկա, որ ասել լավ կպար, բայց կրվար։ Ումա պետք կրվար։ Պիտի հաղթես, արուն ես կորցնում, չի հետաքրքրում, ջարդվելա չի հետաքրքրում, անգելես չի հետաքրքրվում, գլուխը ցավմա չի հետաքրքրվում, կողերը ջարդվելա չի, պիտի հաղթես։ Մարդկանց եւ մարզիչիդ եւ քո թիմին հետաքրքիր չի դու ինչ կարգավիճակում ես։ Դու պիտի հաղթես։ Այտենց այ մարզիչը իմ մեջ մցրել։ Ու ես գնում եմ միայն հաղթելու, կամ հաղթել կամ մեռնել, էտա։ Այդ եթե տես չես մտածում, ուրեմն կլինես միշտ միջին, հա, լավ ես, մի օր լավ, մի օր վատ, կլինես միջին։ Միջինն էլ էս աշխարհում տեղ չունի, սպորտային, ես սպորտի մասին եմ, միջին տեղ չունի, լավ ես, հա։ Ինչքան միջին ֆուտբոլիստներ կան, չէ՞։ Բայց տեղ չունեն։ Լինես լավը կամ լավերից լավը։ Բոքսում էլ այդպես։ Միջինը լավ է, ճիշտ է, չարչարվում են բոլորը, քրտնաջան աշխատում են, բայց ցավոք սրտի չի գնահատվում։ Դաժան է, բայց չի գնահատվում։ Բավարարված ես քո գրանցած արդյունքներով, թե հիմա մտածում ես գուցե ավելի շատին կարող ես հասնել։ Ոչ, բավարարված չեմ 100%։ Չէ, ես ու պարտություններ եմ ունեցել, եւ դա Էդի նշանակում սխալներ եմ այդ օրերը արել, տեխնիկապես սխալներ եմ արել, որ պարտվել ես եւ ես դրա համար բավարարված չեմ։ Ես կուզեի 53-0 լիներ, ոչ մի պարտություն չլիներ։ Այդ ժամանակ բավարարված կլինեի, բայց դե պետք է ագահ լինել։ Ես եղել եմ 18 անգամ աշխարհի չեմպիոն, 2 քաշային կարգում ու էլի մեծ բան է իմ համար, շատ մեծ բան է։ Ներքին Ջարբախից գնացի հասել ենք Գերմանիա ու դարձել ես 12 տարի եղել եմ աշխարհի չեմպիոն ու 18 անգամ իմ տիտղոսը պաշտպանել եմ ու դա ճիշտ է։ Հիմա ասում ես հեշտ է, իմ համար հեշտ է, բայց այդ ճանապարհը հեշտ չէր։ Դրա համար ես կուզեի ավելին պարտություն ընդհանրապես չլիներ, այդ ժամանակ գող կլինեի, բայց դա քիչ չբավարարվողը շատից էլ չի բավարարվի։ Հասկանալի։ Շնորհակալություն։ Խնդրեմ։ Ես հիշեցնեմ, սա օրվա թեման էր, իսկ իմ զրուցակիցը պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն էր։ Կհանդիպենք։